Լև Մեխլիս, մարդ, ում անունը մինչ օրս արտասանվում է գրեթե շշուկով, մարդ, ումից զգուշանում էին ռազմաճակատների հրամանատարները, եւ անգամ ինքը Իոսիֆ Ստալինը երբեմն փոխում էր ձայնի տոնայնությունը նրա հետ խոսելիս։ Ինչպես ռազմական կրթություն չունեցող քաղաքական գործիչը ստացավ մարշալների լիազորություններին հավասար իշխանություն, եւ ինչով հենց նրա որոշումները հանգեցրին 1942 թվականի գարնան ամենասարսափելի աղետներից մեկին։ Երբ խոսում ենք Ղերիմի ճակատի կործանման մասին, շատերը հիշում են գեներալներ Դմիտրի Կոզլովին եւ Գեորգի Պետրովին, սակայն նրանց թիկունքում կանգնած էր մի մարդ, ում զորքերն ավելի հաճախ էին տեսնում, քան իրենց հրամանատարներին։ Դա Լև Մեխլիսն էր, գլխավոր քաղաքական վարչության պետը, մարդ, ով 30-ական թվականներին պատվանդանի վրա բարձրացրեց բանակում կուսակցական կոշտ վերահսկողության համակարգը։ Նրա կարիերայի վերելքը կայծակնային էր, ընդամենը մի քանի տարվա ընթացքում նա Պրավդա թերթի համեստ լրագրողից դարձավ Կարմիր բանակի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Ստալինն այնքան էր վստահում նրան, որ արդեն 1941 թվականին Մեխլիսը ստանում է լիազորություններ, որոնք թույլ էին տալիս միջամտել ցանկացած ճակատի աշխատանքին։ 1942 թվականի սկզբին Մեխլիսն ուներ հատուկ կարգավիճակ՝ գերագույն գլխավոր հրամանատարության շտաբի ներկայացուցիչ։ Ըստ էության, նրա խոսքը դառնում էր հրաման պարտադիր կատարման բոլորի համար, ներառյալ բանակների եւ ճակատների հրամանատարները։ Մեխլիսի ձեռքերում կենտրոնացած էր վախով ամրապնդված հսկայական իշխանություն։ Նա կարող էր պաշտոնանանք ցանկացած սպայի, փակել շտաբը, հետաքննություն անցկացնել, ձերբակալել հրամանատարներին եւ անգամ զեկուցել անմիջապես Ստալինին, շրջանցելով հրամանատարական ողջ ուղղահայացը։ Զինվորները գիտեին, Մեխլիսի հայտնվելը հաճախ նշանակում էր գալիք զտումներ եւ դաժան բռնաճնշումներ։ Բայց ամենակարևորն այն էր, որ Մեխլիսը հավատում էր, թե գիտի ինչպես վարել պատերազմը, եւ հենց այդ համոզմունքը մահացու դարձավ Ղրիմի ճակատի համար։ Նրա նշանակումը Կերչի թերակղզում որպես Ստավկայի ներկայացուցիչ դարձավ այն շրջադարձային կետը, որը դատապարտեց տասնյակ հազարավոր մարտիկների։ 1942 թվականի գարնանը ճակատը պահում էր դիրքերը Վերմախտի 11-րդ բանակի դեմ, Էրիխ ֆոն Մանշտայնի հրամանատարությամբ։ Մոտ 200,000 գերմանացի զինվորներ, աջակցվող ավիացիայով եւ տանկերով, կանգնած էին խորհրդային զորքերի դիմաց։ Կարմիր բանակը թղթի վրա ուներ մոտ 320,000 մարդ, սակայն միավորումների մեծ մասը հյուծված էր, վատ զինված եւ տառապում էր ռազմամթերքի քրոնիկ պակասից։ Մեխլիսը զորքերում հայտնվեց ոչ որպես դիտորդ եւ ոչ էլ որպես խորհրդական։ Նա ժամանեց որպես մարդ, ով եկել էր կարգուկանոն հաստատելու։ Նրա ավտորիտար մեթոդները, պաշտպանության հանդեպ վախը, ամեն գնով հարձակվելու պահանջները եւ հրամանատարների խորհուրդների լիակատար անտեսումը դարձան այն առաջին քարերը, որոնցից սկսվեց փլուզումը։ Նա միջամտում էր յուրաքանչյուր որոշմանը, յուրաքանչյուր հրամանին, յուրաքանչյուր ծրագրին։ Բանակը, որն առանց այն էլ կանգնած էր կործանման եզրին, հայտնվեց սեփական անսխալականության մեջ համոզված մարդու ղեկավարականության ներքո, եւ հենց այդ րոպեից Ղրիմի ողբերգությունը դարձավ ժամանակի հարց։ Լև Մեխլիսը Ղրիմու պատահական չհայտնվեց, նրա ճանապարհը դեպի իշխանություն սրընթաց էր եւ, ամենակարևորը, անհնարին սովորական բանակային պայմաններում։ Նա սկսել էր որպես Պրավդա թերթի շարքային աշխատակից, բայց արդեն 30-ական թվականների վերջին դարձել էր Իոսիֆ Ստալինի ամենավստահելի մարդկանցից մեկը։ Հաջողության գաղտնիքը բացարձակ անձնական նվիրվածությունն էր եւ ցանկացած խնդիր կատարելու պատրաստակամությունը։ 1939 թվականին Մեխլիսը զբաղեցրեց գլխավոր քաղաքական վարչության պետի պաշտոնը, վերահսկելով ողջ Կարմիր բանակի գաղափարախոսական մաքրությունը։ Նրա իշխանությունը միայն ամրապնդվում էր։ 1937 եւ 38 թվականների զանգվածային բռնաճնշումներից հետո, երբ բանակից հեռացվեց ավելի քան 40,000 հրամանատար, քաղաքական վերահսկողների դերը բազմապատիկ աճեց։ Մեխլիսը դարձավ մի մարդ, ում կարծիքը կարող էր խաչ քաշել ցանկացած գեներալի կարիերայի վրա։ Նա իրավունք ուներ զեկուցել անմիջապես Ստալինին, շրջանցելով մարշալներին եւ ժողկոմներին։ Շատ պատմաբաններ նշում են, որ Մեխլիսը հրամանատարներին ընկալում էր ոչ թե որպես մասնագետների, այլ որպես պոտենցիալ անվստահելի տարրերի։ Հայրենական մեծ պատերազմի առաջին ամիսներին նա ստացավ էլ ավելի մեծ լիազորություններ։ 1941 թվականին Ստալինը Մեխլիսին նշանակեց Ստավկայի ներկայացուցիչ, իրավունք տալով միջամտել ցանկացած ճակատի աշխատանքին։ Ձևականորեն նա պետք է հետևեր կարգապահությանը եւ զորքերի բարոյական վիճակին, բայց փաստացի դարձավ վերհրամանատար, ով կարող էր չեղարկել փորձառու զորավարների որոշումները։
Հենց այս անվերահսկելիությունը և սեփական անսխալականության համոզմունքը ճակատագրական դեր խաղացին նրա հետագա գործողություններում Ղրիմի ճակատում։ Մեխլիսի բնավորությունը ձևավորվել էր 20-ական և 30-ական թվականների կուսակցական պայքարի մթնոլորտում։ Նա սովոր էր ցանկացած անհամաձայնության մեջ տեսնել քաղաքական դիվերսիա։ Նրա կառավարման ոճը աչքի էր ընկնում կոշտությամբ և քննարկում չընդունող կտրուկ հրամաններով։ Նա պահանջում էր կատարյալ կարգապահություն և կարծում էր, որ պարտությունները ծագում են ոչ թե հրամանատարության սխալներից, այլ բարոյալքման կամ ոչ բավարար տոկունության պատճառով։ Նրա աչքի առաջ ձևավորվեց վախի մշակույթը։ Շատ հրամանատարներ նախընտրում էին լռել, միայն թե չառաջացնեն ամենազոր քաղղեկի զայրույթը։ Այդ դաժանությունը հատկապես դրսևորվեց 1940 թվականին Ֆիննական պատերազմի ժամանակ, որտեղ Մեխլիսն արդեն միջամտում էր հրամանատարության գործողություններին։ Այնտեղ նա պահանջում էր գրոհել ամեն գնով, մեղադրում էր գեներալներին վախկոտության, իսկ դիվիզիայի հրամանատարներին ոչ բավարար հեղափոխական ոգու մեջ։ Արշավի արդյունքներով նույնիսկ մարշալ Կիրիլ Մերեցկովը բողոքում էր նրա անվերջ միջամտություններից, որոնք հանգեցնում էին չարդարացված կորուստների։ Բայց Ստալինը հետևություններ չարեց։ Ընդհակառակը, Մեխլիսը ստացավ էլ ավելի մեծ լիազորություններ։ Կերչի գործողության սկզբին նա գոյություն ուներ մի համակարգում, որտեղ սովոր էին ոչ թե վիճել, այլ կատարել։ Կուսակցական գիծը վեր էր պրոֆեսիոնալիզմից։ Մեխլիսն իրեն ընկալում էր ոչ թե որպես հրամանատարության օգնական, այլ որպես ճակատների մաքրագործող, ով պետք է ազատի բանակը սխալներից և խուճապահարներից։ Ուստի երբ Ստավկան նրան ուղարկեց Ղրիմ 1942 թվականի սկզբին, նա ժամանեց ոչ թե օգնելու, այլ վերահսկելու և ենթարկեցնելու նպատակով։ Արդեն մի քանի օր անց ճակատի շտաբները զգացին այնպիսի ճնշում, որի հետ երբեք նախկինում չէին բախվել։ Մեխլիսն ակտիվորեն միջամտում էր շտաբների ձևավորմանը, պահանջում էր կադրերի վերաբաշխում իր հայեցողությամբ, հեռացնում էր սպաներին, ովքեր, իր կարծիքով, դրսևորում էին չափից ավելի զգուշավորություն։ Ճակատում գտնվելու առաջին 2 շաբաթվա ընթացքում փոխարինվեց միջին և բարձր օղակի ավելի քան 30 սպա։ Այս կադրային ջարդը թուլացրեց առանց այն էլ անկայուն կառավարման համակարգը։ Ճակատի հրամանատար գեներալ Դմիտրի Կոզլովը փաստացի հայտնվեց կաթվածահար վիճակում։ Նրա ցանկացած որոշում կարող էր չեղարկվել Ստավկայի խիստ ներկայացուցչի կողմից։ Մեխլիսի ոճը կուսակցական մեթոդների ճշմարտացիության ֆանատիկ վստահության և իրական ռազմական իրավիճակի լիակատար չըմբռնման համադրություն էր։ Նա չէր ընդունում փաստարկները հրետան ու պակասի, ամրացման անհրաժեշտության, հետախուզության կարևորության մասին։ Նա կարծում էր, որ գաղափարախոսությամբ ոգեշնչված մարտիկը ունակ է փոխհատուցել ցանկացած թերություն։ Երբ գեներալները բերում էին կոնկրետ թվեր ռազմամթերքի ավելի քան 30%-ի պակասի կան հակատանկային միջոցների բացակայության մասին, Մեխլիսը դրա մեջ տեսնում էր արդարացում։ Այսպիսի մարդը օժտված գեներալներից բարձր լիազորություններով հայտնվեց աղետի եզրին կանգնած ճակատում։ Եվ հենց նրա քաղաքականացված վստահությունն իր ճշմարտացիության մեջ շուտով բախվեց իրականությանը, Մանշտայնին, հարձակմանը, ավիացիային, տանկերին և պատերազմի տրամաբանությանը։ 1942 թվականի գարնան սկզբին Ղրիմի ճակատը ներկայացնում էր ոչ պարզապես միավորումների խումբ, այլ մի հսկայական, ուռճացված, բայց չափազանց խոցելի օրգանիզմ, ձգված նեղ Կերչի թերակղզու վրա։ Հունվարին և փետրվարին իրականացված մի շարք հարձակումներից հետո խորհրդային զորքերը կարողացել էին դուրս մղել հակառակորդին Ղրիմի արևելյան մասից, սակայն հաջողությունը կարճատև եղավ։ Ճակատն առաջ շարժվեց, բայց ամրանալ չհասցրեց։ Դրությունը վտանգավոր էր միանգամից մի քանի պատճառով՝ վատ նյութատեխնիկական ապահովում, տեխնիկայի պապաս և լիակատար կախվածություն եղանակից, նեղուցով իրականացվող մատակարարումից և հաղորդակցության բարակ շերտից, որը գերմանացիները ցանկացած պահի կարող էին կտրել մեկ հարվածով։ Ղրիմի ճակատի կազմը տպավորիչ էր միայն թղթի վրա՝ մոտ 320,000 մարդ, ավելի քան 340 տանկ և 3000-ից ավելի հրետանային զենք։ Բայց իրական պատկերն այլ էր։ Դիվիզիաների մեծ մասը ծանր կորուստներ էր կրել նախորդ հարձակումների ժամանակ և հաշվում էր հազիվ 5-7 հազար մարդիկ հաստիքային 10-ից 12 հազարի փոխարեն։
Տանկերի ավելի քան 50%-ը վերանորոգման կարիք ուներ կամ չուներ բավարար քանակությամբ վառելիք, իսկ հրետանին զգում էր ռազմամթերքի պակաս։ Որոշ դիվիզիաներ ստանում էին օրական հազիվ 20-30 արկ մեկ զենքի համար, ինչը աղետալի քիչ էր պաշտպանական խնդիրների համար։ Պակաս ծանր չէր իրավիճակը պաշտպանական կառույցների հետ կապված։ Ճակատը ձգվել էր ավելի քան 40 կիլոմետր գծով, բայց լիարժեք ամրացված դիրքեր գործնականում գոյություն չունեին։ Կերչի թերակղզու հողը փափուկ էր, սառած, իսկ գարնանը վերածվում էր թանձր ցեխի, դժվարացնելով խրամատային աշխատանքները։ Սակայն գլխավոր խնդիրը ոչ թե գրունտն էր, այլ համակարգային մոտեցման բացակայությունը։ Ճակատի հրամանատարությունը բազմիցս խնդրել էր Ստավկային թույլատրել խորը էշելոնացված պաշտպանության ծավալումը, բայց մինչև Մեխլիսի ժամանումը որոշումները ձգձգվում էին, իսկ նրա հայտնվելուց հետո խրամատներ փորելը եւ երկարատև դիմադրության կետեր ստեղծելը նա համարում էր ավելորդ խուճապ։ Ղրիմի ճակատին դիմակայում էր Վերմախտի 11-րդ բանակը Էրիխ ֆոն Մանշտայնի հրամանատարությամբ, ով գերմանական ամենատառանդավոր զորավարներից մեկն էր։ Նրա տրամադրության տակ կար մոտ 200,000 զինվոր, շուրջ 120 տանկ եւ 4-րդ օդային նավատորմի հզոր ավիացիոն աջակցությունը։ Գերմանական բանակը, որն անցյալ տարվա աշնանը պարտություն էր կրել Ռոստովի մոտ, այժմ խնդիր էր ստացել բեկել իրավիճակը եւ վերադարձնել ռազմավարական նախաձեռնությունը։ Դրա համար Մանշտայնը մանրակրկիտ պատրաստում էր մի գործողություն, որը հետագայում կստանա Դրոֆայի Որս անվանումը։ Հարված հաշվարկված խորհրդային ամրությունների թուլության եւ կառավարման քաոսի վրա։ Ղրիմի թերակղզին ինքնին վտանգ էր ներկայացնում ցանկացած խոշոր խորհրդային խմբավորման համար։ Ազովի եւ Սև ծովերի միջև ընկած նեղ վզիկը մանևրը գրեթե անհնարին էր դարձնում։ Գերմանացիների ցանկացած ճեղքում ճակատը վերածում էր թաքարդի, հաղորդակցուղիները մշտապես ենթարկվում էին ավիացիայի հարվածներին։ Կամիշբուրուն եւ Քերչ նավահանգիստներն աշխատում էին գերլարված ռեժիմով, բայց նույնիսկ նրանք չէին կարող ապահովել ռազմամթերքի, վարելիքի, պարենի եւ համալրումների մշտական հոսք։ Թերակղզում անցկացրած յուրաքանչյուր օրվա համար Ղրիմի ճակատը վճարում էր կազմակերպչական վիթխարի ճնշման եւ ֆիզիկական հյուծման գնով։ Եվս մեկ խնդիր էր կառավարման կազմակերպումը։ Ստավկայի հրամանով ստեղծված Ղրիմի ճակատը միավորում էր 3 բանակ՝ 44-րդ, 42-րդ եւ 51-րդ։ Յուրաքանչյուր բանակ ուներ սեփական կառուցվածքը, մարտական գործողությունների սեփական փորձը եւ սեփական խնդիրները։ Բազմաթիվ վերախմբավորումները, հրամանատարների մշտական փոփոխությունները եւ վարքագծի միասնական գծի բացակայությունը հանգեցնում էին նրան, որ նույնիսկ սովորական հրամանները զորամասեր էին հասնում ուշացումներով, կապն աշխատում էր անկայուն։ Գերմանական հրետանին եւ ավիացիան պարբերաբար շարքից հանում էին հաղորդակցության գծերը։ Ռադիոկայանները չէին հերիքում, շատ միավորումներ շփվում էին սուրհանդակների միջոցով, մի մեթոդ, որը բոլորովին պիտանի չէր մանևրային պատերազմի համար։ Մանշտայնի համար այս բոլոր խնդիրներն ակնհայտ էին։ Գերմանական հետախուզությունը մանրակրկիտ ուսումնասիրում էր խորհրդային դիրքերը, ֆիքսում դրանց թույլ տեղերը եւ զեկուցում, որ պաշտպանությունը փաստացի բացակայում է։ Խրամատների գծերը ծանծաղ էին։ Շատ հրետանային դիրքեր տեղակայված էին բաց հրապարակներում։ Լոգիստիկան կախված էր մի քանի անցումային ճանապարհներից։ Հատկապես խոցելի էր համարվում Կորպեչ գյուղի եւ Ակմոնայի դիրքերի շրջանի միջև ընկած հատվածը։ Հենց այնտեղ էր գերմանական հրամանատարությունը նախապատրաստում գլխավոր հարվածը։ Այս ամենով հանդերձ Կարմիր բանակի զորքերը բարոյալքված չէին։ Զինվորներն ու սպաները, ովքեր անցել էին Ռոստովի մոտ ճեղքումների եւ Ղրիմի ծանր մարտերի միջով, հասկանում էին, որ թերակղզու պահպանումը Սևաստոպոլը փրկելու միակ շանսն է։ Բայց ճակատին օդի պես պակասում էր հստակ հրամանատարությունը, ռազմավարական տեսլականը եւ ճկունությունը։ Հենց այս պահին, երբ պահանջվում էր բոլոր ուժերի նուրբ համակարգում, ճակատ ժամանեց մի մարդ, ով չէր հավատում ոչ հրամանատարների պրոֆեսիոնալիզմին, ոչ պաշտպանական աշխատանքների արժեքին, ոչ հետախուզությանը։ Նրա անունն էր Լև Մեխլիս, եւ նրա հայտնվելով Ղրիմի ճակատի անկայուն կառուցվածքը սկսեց փլուզվել դեռ մինչև գերմանական առաջին կրակոցը։ Լև Մեխլիսի ժամանամը Ղրիմի ճակատ 1942 թվականի փետրվարի կեսերին դարձավ մի իրադարձություն, որն անմիջապես փոխեց մթնոլորտը շտաբներում։ Նա եկավ որպես Ստավկայի ներկայացուցիչ, օժտված իրավունքներով, որոնք գերազանցում էին ճակատի հրամանատարի լիազորությունները։ Նրա ժամանամն ուղեկցվեց ցուցադրական կոշտությամբ։ Հազիվ ինքնաթիռից իջած Մեխլիսը պահանջեց անհապաղ զեկույց գործերի դրության մասին եւ անձամբ իր մոտ կանչեց բոլոր առանցքային հրամանատարներին։ Նրանցից նա չէր ուզում լսել վերլուծություն, այլ միայն հավաստիացումներ, որ ճակատը պատրաստ է հարձակման եւ պարտություններ լինել չեն կարող։ Արդեն առաջին ժամերից պարզ դարձավ, նա չէր պատրաստվում դիտարկել, նա պատրաստվում էր հրամայել։
Միակ բանը, որ Մեխլիսը չուներ, ռազմական փորձն էր, բայց հենց նրա վստահությունն իր ճշմարտացիության մեջ իրավիճակն էլ ավելի վտանգավոր էր դարձնում։ Ղրիմի ճակատում նա իրեն ընկալեց որպես մարդ, ում հանձնարարված է արմատախիլ անել թուլությունը եւ կարգու կանոն հաստատել։ Նա միջամտում էր ամեն ինչի, հավանություն էր տալիս կամ արգելում զորամասերի տեղաշարժը։ Ուղիղ ցուցումներ էր տալիս հրետանու պետերին եւ ինժեներական վարչություններին, թելադրում էր հրամանների դրույթները, վերագրում մարտական պլանները եւ նշանակում հրամանատարներ, շրջանցելով բանակային շտաբը։ Ղրիմում գտնվելու առաջին շաբաթվա ընթացքում չեղարկվեցին ճակատի հրամանատարության ավելի քան 50 որոշումներ, պարզապես այն պատճառով, որ դրանք չէին համապատասխանում հարձակման ոգուն։ Հատկապես ցավագին ճակատն ընդունեց այն, որ Մեխլիսը գործնականում ոչնչացրեց կառավարման առանցեն փխրուն ուղղահայացը։ Ճակատի հրամանատար գեներալ Դմիտրի Կոզնովը հայտնվեց ստատիստի դերում։ Նրա յուրաքանչյուր հրաման Մեխլիսն անձամբ էր ստուգում, իսկ մի շարք դեպքերում պարզապես փոխարինում իր կարգադրություններով։ Սա քաոս էր ստեղծում բոլոր մակարդակներում։ Եթե նախկինում դիվիզիաների հրամանատարները գոնե հասկանում էին, թե ում ցուցումներն են պարտավոր կատարել, այժմ հրամանները գալիս էին միաժամանակ երկու կենտրոնից, հաճախ հակասում էին իրար եւ ստեղծում վտանգավոր ձգթգումներ։ Շտաբի մասնակիցներից մեկը հետագայում հուշերում գրել է, որ սպաները դադարել էին աշխատել։ Նրանք սկսել էին գուշակել Մեխլիսի տրամադրությունը։ Մեխլիսի առաջին որոշումներից մեկը դարձավ պաշտպանական կառույցների նախապատրաստման դադարեցման պահանջը։ Նրա տրամաբանությունը պարզ էր եւ կատարելապես կտրված իրականությունից։ Խրամատ փորել նշանակում է պատրաստվել պաշտպանության, իսկ պատրաստվել պաշտպանության նշանակում է թույլ տալ պարտություն։ Նա պահանջում էր հարձակողական դիրքեր, պահանջում էր զորամասերի հստակ առաջխաղացում եւ կտրականապես արգելում էր թիկունքը։ Սպաների փորձերը բացատրելու, որ գերմանական ավիացիան եւ հրետանին պարբերաբար ոչնչացնում են բաց դիրքերը, միայն զայրացնում էին Մեխլիսին։ Նա նման փաստարկները համարում էր խուճապահարության դրսևորում եւ նման խոսքերի համար կարելի էր անհապաղ պաշտոնանան կարվել։ Հարվածի տակ ընկավ նաև հրետանին։ Մեխլիսը դեմ էր արտահայտվում մարտկոցների խորը էշելոնացված դիրքերին, պնդելով զենքերի տեղակայումը առաջնագծին ավելի մոտ։ Նա պնդում էր, որ դա կուժեղացնի բարոյական ճնշումը գերմանացիների վրա։ Արդյունքում զենքերը հաճախ կանգնած էին բաց տեղանքում, ինչը նրանց դարձնում էր առաջին թիրախները գերմանական նշանառուների համար։ Մայիսի սկզբին խորհրդային մարտկոցների ավելի քան 1/3-ը Մեխլիսի հրամանով առաջ քաշվածներից ծանր վնասվածքներ ստացավ ավիացիայից դեռ մինչև գերմանական գլխավոր հարձակումը։ Էլ ավելի վատ էր վիճակը կադրային քաղաքականության հետ կապված։ Առաջին շաբաթների ընթացքում Մեխլիսը պաշտոններից հեռացրեց ավելի քան 30 սպայի, գնդի հրամանատարներից մինչև դիվիզիաների շտաբի պետեր։ Նրանց տեղը նա նշանակում էր մարդկանց, ում համարում էր վստահելի, բայց ովքեր հաճախ չունեին ճակատում աշխատելու փորձ կամ գոնե տեղի իրավիճակի ըմբռնում։ Հատկապես ցավոտ էր գեներալ-մայոր Նիկոլայ Տիմոշենկոյի պաշտոնանակությունը, ով պատասխանատու էր ինժեներական կառույցների համար եւ փորձում էր կառուցել ամրացված բնագծեր։ Նրան հեռացրեցին ճակատի հարձակողական հնարավորությունների հանդեպ անվստահության համար։ Այս որոշումը վերջնականապես ապակազմակերպեց ինժեներական ստորաբաժանումների աշխատանքը։ Գերմանացիները, սա արդեն պատմական փաստ է, գրեթե անմիջապես նկատեցին փոփոխությունները։ Հետախուզությունը ֆիքսում էր լուրջ ամրությունների բացակայությունը, քաոսը զորամասերի տեղաշարժերում, հրետանու քողարկման բացակայությունը եւ մշտական վերատեղակայումները։ Գերմանական 11-րդ բանակի շտաբում գրում էին. «Ռուսներն իրենց պահում են այնպես, կարծես պատրաստվում են շքերթի, այլ ոչ թե պատերազմի»։ Այն, որ խորհրդային ստորաբաժանումները չէին խորացնում պաշտպանությունը եւ չէին ստեղծում պահեստային գծեր, ընկալվում էր որպես ճակատագրի նվեր։ Մանշտայնը հետագայում հիշում էր, որ գործոններից եւ ոչ մեկը չէր հեշտացնում Դրոֆայի որս գործողությունն այնքան ուժեղ, որքան ռուսների քաղաքական ղեկավարության ոչ կոմպետենտությունը։ Բայց ամենակործանարարն այն էր, որ Մեխլիսը պատերազմն ընկալում էր որպես քաղաքական արշավ։ Նա անցկացնում էր անվերջ խորհրդակցություններ, պահանջում էր խիստ հաշվետվողականություն, ստիպում էր քաղբաժիններին զեկուցագրեր գրել մարդկական ոգու մասին, անտեսելով հետախուզության իրական տվյալները։ Բանակների պետերը բողոքում էին, որ ժամանակը, որը պետք է ծախսվեր պաշտպանության նախապատրաստման վրա, վատնվում էր գաղափարախոսական զեկույցների վրա։ Ճակատը, որին անհրաժեշտ էր կենտրոնացում եւ պլանավորում, խեղդվում էր թղթերի, հրահանգների եւ վերանայումների մեջ։ Հենց քաոսի, կադրային զտումների, նախաձեռնության ճնշման եւ ռազմական իրավիճակի անտեսման այսպիսի մթնոլորտում Ղրիմի ճակատը մոտեցավ գերմանացիների մայիսյան հարձակմանը։ Մեխլիսը հավատում էր, որ անձնական կամքը ունակ է փոխարինել նախապատրաստությանը։ Նա վստահ էր, որ զորքերը կդիմանան հարվածին։
Բայց իրականությունն այլ էր, եւ արդեն մի քանի շաբաթ անց հենց նրա որոշումները կդառնան այն առաջին ճաքը, որով կսկսի փլուզվել հսկայական ճակատը, մնացած առանց պաշտպանության եւ առանց կառավարման։ Մայիսի 9-ի առավոտը սկսվեց ոչ թե կրակոցներով, այլ գերմանական ավիացիայի խլացուցիչ որոտով։ Դեռ լուսաբացից առաջ Ղրիմի ճակատի դիրքերի վրա հայտնվեցին տասնյակ Յունկերս 87 եւ Հայնկել 11 ինքնաթիռներ։ Ժամը 4:40 րոպեին սկսվեց զանգվածային ռմբակոծությունը, որը դարձավ Մանշտայնի գործողության մեկնարկի ազդանշանը։ Հարվածն այնքան ճշգրիտ էր եւ հզոր, որ 44-րդ բանակի շատ ստորաբաժանումներ պարզապես չհասցրեցին տագնապով ոտքի կանգնել։ Հրետանային մարտկոցները, որոնք Լև Մեխլիսի հրամանով կանգնած էին բաց երկնքի տակ, դարձան առաջին զոհը։ 20 րոպեի ընթացքում ոչնչացվեց ավելի քան 30 զենք։ Գերմանական հարվածի երկրորդ փուլը դարձավ հրետանային գնդակոծությունը։ Գերմանացիները գործի դրեցին առնվազն 240 զենք, այդ թվում ծանր հաուբիցներ եւ հակատանկային թնդանոթներ։ Նրանք հարվածում էին նախապես հետախուզված կոորդինատներով, քանի որ խորհրդային ամրությունների բացակայությունը նրանց տալիս էր գրեթե կատարյալ տեսանելիություն։ Հարվածներն ընկնում էին կապի կետերի, ռազմամթերքի պահեստների եւ շտաբների տեղակայման վայրերի վրա։ Արդեն առավոտյան ժամը 5-ին 44-րդ բանակի պաշտպանության հիմնական գիծը փաստացի դադարեց գոյություն ունենալ։ Կապար կտրված էր։ Շատ գումարտակներ հայտնվեցին կտրված վիճակում եւ չէին հասկանում ինչ է կատարվում։ Զինվորները թաքնվում էին ոչ խորախրամատներում, որոնք չէին փրկում ոչ բեկորներից, ոչ էլ ռումբերից։ Գերմանացիները հարվածեցին ճիշտ այնտեղ, որտեղ հետախուզությունը բազմիցս զգուշացրել էր Կորպեչի եւ Ակմոնայի դիրքերի միջև ընկած շրջանում։ Այս հատվածը համարվում էր ամենաթույլը։ Պաշտպանությունը բաղկացած էր միայնակ խրամատներից եւ ցրված գնդացրային կետերից։ Արդեն ժամը 5:30 րոպեին Վերմախտի առաջապահ ստորաբաժանումները սկսեցին ճեղքումը, աջակցվելով տանկերով։ Գլխավոր հարվածի ուղղությամբ գործի էր դրված մոտ 60 տանկ եւ զրահամեքենա։ Խորհրդային զորամասերը հայտնվեցին մի դիրքում, որտեղից հնարավոր չէր ոչ նահանջել, ոչ վերախմբավորվել։ Հետևակը փորձում էր կասեցնել գերմանացիներին, բայց առանց հակատանկային փոսերի եւ ականապատ դաշտերի դիմադրությունն անօգուտ էր։ Առանցին հատվածներում մարտիկները պահում էին դիրքերը արիաբար։ Օրինակ 117-րդ հրաձգային դիվիզիան պահեց դիրքերը գրեթե 2 ժամ, չնայած նրան, որ կորցրեց անձնակազմի մինչև կեսը։ Բայց ճեղքումը չափազանց հզոր էր։ Գերմանացիները շրջանցում էին դիմադրության հանգույցները, հենվելով մանևրի վրա, իսկ խորհրդային զորքերը ցրված էին եւ չունեին պահեստային ուժեր։ Արդեն առավոտյան ժամը 6-ին գերմանական առաջապահ խմբերը ճեղքեցին 3-ից 5 կիլոմետր խորությամբ եւ սկսեցին դուրս գալ 44-րդ բանակի թիկունք։ Սա դարձավ ճակատի ձնահյուսանման փլուզման սկիզբը։ Հատկապես աղետալի դարձավ կառավարման կորուստը։ Հստակ հրամանների եւ բանակի շտաբի փոխարեն ստացվում էին հաղորդագրությունների պատառիկներ, որոնք հաճախ հակասում էին միմյանց։ 2 ժամվա ընթացքում 44-րդ բանակի շտաբը 3 անգամ փոխեց տեղակայման վայրը։ Գերմանական հրետանին ծածկում էր այն ճշգրտությամբ, կարծես տեսնում էր տեղաշարժը իրական ժամանակում։ Ռադիոկայաններ գրեթե չէին մնացել, մի մասը ջարդվել էր ուղիղ հարվածներից, մյուսը կորել էր քաոսային նահանջի ժամանակ։ Զինվորները գործում էին կուրորեն։ Որոշ ստորաբաժանումներ նահանջում էին, կարծելով, թե դա հրաման է։ Մյուսները փորձում էին կառուցել պաշտպանություն, չիմանալով, որ իրենց հարևաններն արդեն հեռացել են։ Այս ֆոնին հատկապես ողբերգական էին դիտվում այն ստորաբաժանումները, որոնք մինչև վերջին պահը սպասում էին շտաբի հրամաններին։ Օրինակ 44-րդ բանակի 574-րդ հրաձգային գունդը պահեց դիրքերը մինչև առավոտյան ժամը 7-ը, որից հետո հայտնվեց շրջափակման մեջ։ Գերմանական տանկերը գնդակոծում էին դիրքերը փաստացի դեմ առ դեմ, եւ մոտ 2000 մարտիկից օրվա վերջում մնաց 300-ից պակաս։ Նման ողբերգություններ տեղի էին ունենում ողջ առաջնագծով։ Զորամասերը զոհվում էին, նույնիսկ չհասկանալով, որ ճակատն արդեն ճեղքված է եւ պաշտպանության գիծը փլուզվել է։ Առավոտյան ժամը 8-ին գերմանական առաջապահ ստորաբաժանումները հասան մինչև 8 կիլոմետր ճեղքման խորության եւ սկսեցին շրջանցել խորհրդային զորամասերը թևերից։ Մանշտայնն առաջ էր շարժվում սրընթաց։ Նրա պլանը նախատեսում էր դուրս գալ թիկունք 1 օրվա ընթացքում եւ գործողությունը զարգանում էր նույնիսկ սպասվածից արագ։ Այն վայրում, որտեղ պետք է լինեին խորհրդային ամրություններ, գերմանացիները գտնում էին միայն լքված զենքեր, շրջված սայլեր եւ մարտիկների հազվադեպ խմբեր, որոնք փորձում էին կազմակերպել դիմադրություն։
Այն ամենը, ինչ կարող էր տալ բանակն այդ պահին, դիմադրության ցրված օջախներն էին, որոնք չէին կարող ազդել իրադարձությունների ընդհանուր ընթացքի վրա։ Կոզլովը փորձեց կազմակերպել հակագրող մի քանի գնդերի ուժերով, բայց պահեստային ուժերի բացակայությունն այդ փորձն անիմաստ դարձրեց։ 51-րդ բանակում, որը կարող էր աջակցել 44-րդին, տիրում էր քաոս։ Հրամանները գալիս էին ուշացումով, իսկ որոշ զորամասեր արդեն ավիացիայի հարվածների տակ էին։ Գերմանական յունկերսները կատարեցին ավելի քան 140 թռիչք միայն առաջին առավոտվա ընթացքում, ոչնչացնելով ճանապարհները, անցումները, ռազմամթերքով շարասյունները։ Ղրիմի ճակատը մասնատվում էր, եւ այդ ամենը տեղի էր ունենում մի քանի ժամվա ընթացքում։ Կեսօրին պարզ դարձավ, ճակատը դադարել է գոյություն ունենալ որպես միասնական կառույցվածք, բայց առջևում էր այս ողբերգության էլ ավելի սարսափելի մասը՝ բանակների միջև խզումը, փախուստը դեպի անցումներ եւ 10,000 մարդու մահը Կերչի նեղուցում։ Եվ այս ամենը ուղղակի հետևանքն էր այն որոշումների, որոնք ընդունել էր Լև Մեխլիսը, կուրացնելով եւ անշարժացնելով հսկայական խմբավորումը դեռ մինչև գերմանական հարձակման սկիզբը։ Փախուստը դեպի Կերչի նեղուց սկսվեց ոչ թե որպես կազմակերպված նահանջ, այլ որպես տարերային շարժում, տասնյակ հազարավոր զինվորների, ովքեր հանկարծակի հայտնվեցին կտրված գերմանական տանկային սեպերով։ Մայիսի 9-ին պաշտպանության ճեղքումից հետո գերմանական մոտոհրացքային խմբերը սրընթաց դուրս եկան դեպի Կերչ տանող ճանապարհներ։ Արդեն նույն օրվա երեկոյան նրանք փակեցին մի քանի առանցքային մայրուղիներ։ Խորհրդային զորամասերը, կորցնելով կապն ու կառավարումը, փորձում էին ճեղքել հասնել փրկության միակ մնացած ճանապարհին՝ նեղուցի անցումներին։ Բայց Կերչ տանող ճանապարհները գեր ծանրաբեռնված էին։ Տեխնիկայի շարասյուններ, հրետանի, թիկունքային մասեր, վիրավորներ, ամեն ինչ խառնվել էր մեկ անընդհատ հոսքի մեջ։ Այս քաոսին գումարվում էին գերմանական ավիացիայի մշտական հարվածները։ Մայիսի 10-ին անցումներին հավաքվող մարտիկների թիվը գերազանցեց 40,000-ը։ Բայց նահանջի կազմակերպված գծերի փոխարեն նրանք գտնում էին ավերված ճանապարհներ, խփված բեռնատարներ, այրված կայաններ եւ ոչնչացված մատակարարման կետեր։ Գերմանական ավիացիան մեթոդաբար վերածում էր երթուղիների ցանկացած նեղհատված թաքարդի։ Յունկերսները սրընթաց իջնում էին փախչող շարասյունների վրա, պայթեցնելով մեքենաները, գցելով մարդկանց ճանապարհներից, ստեղծելով մի քանի կիլոմետր երկարությամբ խցանումներ։ Էլտիգենի եւ Կամիշ Բուրունի միջև ընկած ճանապարհի մի հատվածում մեկ օրվա ընթացքում այրվեց ավելի քան 500 բեռնատար, 22 զենք եւ տասնյակ սայլեր։ Մարդիկ թողնում էին տեխնիկան եւ փորձում էին փրկվել փախուստով։ Ամենասարսափելի խնդիր այն փաստն էր, որ անցումները նախապես պատրաստված չէին։ Կոզլովը դեռ ապրիլին խնդրել էր ուղարկել լրացուցիչ լաստանավեր, բեռնանավեր եւ կատերներ, բայց նրա զեկույցները չլսվեցին։ Լև Մեխլիսը պնդում էր, որ նահանջ չի լինելու։ Արդյունքում աղետի սկզբին խորհրդային զորքերն ունեին ընդամենը մի քանի սարքին տրանսպորտային միավոր, որոնք ունակ էին տեղափոխել զգալի թվով մարդկանց։ Մոտ 20 փոքր բեռնանավ, 6 քարշակ եւ մի քանի փայտե ձկնորսական նավակներ։ Սա չնչին քանակություն էր տասնյակ հազարավոր մարտիկների տարհանման համար, այն էլ ավիացիայի կրակի տակ։ Մայիսի 10-ի առավոտը դարձավ անցումների վրա ողբերգության սկիզբը։ Մարդիկ հոսում էին դեպի ծովը, հույս ունենալով փրկվել, բայց հայտնաբերում էին, որ նավամատույցները մասամբ ավերված են կամ գտնվում են մշտական հարձակումների տակ։ Կամիշ Բուրունի նավամատույցում գտնվում էր ավելի քան 10,000 զինվոր, եւ ամեն ժամ այնտեղ էին ժամանում նոր խմբեր։ Երբ յունկերսների առաջին ալիքը ռումբեր նետեց նավամատույցի վրա, սկսվեց խուճապ։ Տասնյակ բեռնանավեր բռնկվեցին, ջրի վրա հրդեհներ բռնկվեցին թափված վառելիքից։ Մարդիկ ցատկում էին նավակողից, հույս ունենալով լողալով հեռանալ։ Միայն առավոտյան ժամերին զոհվեց առնվազն 3000 մարդ։ Էլտիգենի անցումում իրավիճակը պակաս սարսափելի չէր։ Գերմանացիները հարվածում էին լողափերին, մարդկանց կուտակումներին եւ տեխնիկան դուրս բերելու յուրաքանչյուր փորձին։ Մի քանի քարշակներ հասցրեցին կատարել 1-2 երթ, տեղափոխելով մի քանի 100 մարդիկ։ Բայց հետո գերմանական ավիացիան ոչնչացրեց 2 քարշակ ուղիղ հարվածներով։ Մնացած նավերը սկսեցին հեռանալ Թամանի ուղղությամբ, վերցնելով նրանց, ովքեր հասցրել էին առաջանցնել։ Հազարավոր մարդիկ մնում էին ափին, հասկանալով, որ յուրաքանչյուր րոպեն նվազեցնում է փրկության նրանց շանսերը։ Այդ ընթացքում զորամասերը, որոնք դեռ պահպանում էին մարտունակությունը, փորձում էին քողարկել նահանջը։ Ֆեոդոսիայի խճուղու շրջանում երկու հրացգային գնդերի մնացորդները պահում էին գերմանական հարձակումը, շահելով մի քանի ժամ փախչող զորքերի համար։ Այս արիերգարդային մարտերին մասնակցող մոտ 2000 մարդիկից երեկոյան մնացել էր մոտ 300-ը։
Նրանք գիտեին, որ դատապարտված են, բայց հասկանում էին, եթե իրենք հեռանան, տասնյակ հազարավոր մարդիկ միաժամանակ կհայտնվեն գերմանացիների հարվածի տակ։ Ողբերգության առանցքային պահը վրա հասավ, երբ գերմանական զորքերը դուրս եկան ափ սպասվածից շուտ։ Մայիսի 11-ին գերմանական ստորաբաժանումները դիրքեր զբաղեցրին բարձունքների վրա, որոնք թույլ էին տալիս կրակվարել խորհրդային զորքերի կուտակման շրջանների վրա։ Հրետանին եւ ականանետերը սկսեցին հարվածել լողափերին, դրանք վերածելով իսկական դժոխքի։ Յուրաքանչյուր արկ պատառոտում էր մարդկանց խիտ խմբերը։ Յուրաքանչյուր ակնթարթ պայքար էր կյանքի համար։ Առանձին մարտիկներ փորձում էին լողալով անցնել նեղուցը, բայց փոթորկալից եղանակը եւ սառցե ջուրը դա գրեթե անհնարին էին դարձնում։ Պատմաբանների գնահատմամբ լողալով անցնելու փորձ ձեռնարկեց մինչև 500 մարդ։ Փրկվեցին եզակիները։ Դեպի ափ քաշված մեքենաները խցանվում էին, կազմելով մետաղից պատեր, որոնց միջով մարտիկները չէին կարողանում անցնել։ Լև Մեխլիսն այս օրերին շարունակում էր հրամաններ տալ պահել պաշտպանությունը մինչև վերջ եւ թույլ չտալ խուճապ, թեև իրավիճակը վաղուց դուրս էր եկել վերահսկողությունից։ Նա փորձում էր կազմակերպել դիմադրության գծեր խորքում, բայց դա անիմաստ էր։ Գերմանական տանկերն արդեն գտնվում էին անցումների անմիջական հարևանությամբ, իսկ առանձին խմբերի դիմադրությունը չէր կարող փոխել ընդհանուր երգը։ Մայիսի 12-ի երեկոյան ողբերգությունը հասավ գագաթնակետին։ Գերմանական ինքնաթիռները սկսեցին հարվածել ոչ միայն մարդկանց կուտակումներին, այլև դուրս եկող բեռնանավերին։ Մի քանի բեռնանավ խորտակվեց ուղիղ նեղուցի մեջտեղում, հատակը տանելով մոտ 1000 մարտիկի։ Գերմանացի օդաչուների զեկույցներում ասվում է, որ նրանք տեսնում էին ծովը ծածկված ուռած անվադողերի և բեկորների բծերով։ Մարդկային ճակատագրերը լուծվում էին պատերազմի քաոսում։ Ընդհանուր առմամբ, տարբեր հաշվարկներով, Կերչի նեղուցով տարհանման փորձի ժամանակ զոհվեց 10-ից 15 հազար մարդ։ Հազարավոր մարդիկ ընկան գերի, ևս հազարավորներ անհետ կորան։ Ղրիմի ճակատը դադարեց գոյություն ունենալ որպես կազմակերպված կառույցվածք, եւ այս ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ նահանջը նախապատրաստվում էր ոչ թե նախապես, այլ այն սարսափելի ժամերին, երբ թշնամին արդեն կանգնած էր ծովի մատույցներում։ Մայիսի 12-ի կեսօրին վերջնականապես պարզ դարձավ. Ղրիմի ճակատը դադարեց գոյություն ունենալ որպես միասնական մարտական կառույցվածք։ Նրա ոչնչացումը սրընթաց էր, գրեթե կայծակնային։ Գերմանացիներ անցան պաշտպանության միջով այնպես, կարծես այն թղթից էր։ Ինչ տեղի ունեցավ հետո։ Ճակատի լիակատար մասնատում, ողջ սպառազինության կորուստ, տասնյակ հազարավոր մարտիկների մահ եւ զանգվածային գերեվարում։ Բոլոր 3 բանակները, 44-րդը, 42-րդը եւ 51-րդը դադարեցին մարտունակ լինելուց։ Եվ հենց այս ոչնչացումը դարձավ ԽՍՀՄ հարավում ողջ արշավի շրջադարձային պահը։ Այն պահին, երբ գերմանական զորքերը մոտեցան Կերչին եւ շրջափակեցին անցումները, խորհրդային բանակները նման էին մարդկանց հսկայական գլխատված զանգվածների։ Ճակատի թվաքանակը, որը մայիսի սկզբին կազմում էր մոտ 320 հազար մարդիկ, կրճատվեց գրեթե կրկնակի։ Միայն մայիսի 10-ից 12-ին ընկած ժամանակահատվածում զոհվեց առնվազն 40 հազար մարդ։ Գերմանացիները վերցրին հսկայական ավար։ 11-րդ բանակի զեկույցների տվյալներով նրանք ստացան ավելի քան 100 տանկ, մոտ 1500 զենք, բազմաթիվ պահեստներ ռազմամթերքով եւ պարենով։ Սրանք վիթխարի կորուստներ էին, հատկապես հաշվի առնելով, որ ճակատն ուներ հսկայական հրետանի, բայց այդպես էլ չկարողացավ կիրառել այն։ Գլխատված, պատառոտված եւ ապակազմակերպված։ Մնացած զորքերը, որոնց հաջողվեց անցնել Թամանի թերակղզի, իրենցից ներկայացնում էին հյուծված արյունակամ խմբեր, 200-300 հոգով։ Որոշ դիվիզիաներ ոչնչացվեցին ամբողջությամբ, օրինակ 287-րդ հրացքային դիվիզիան դադարեց գոյություն ունենալ որպես միավոր։ Մյուսները կրճատվեցին մինչև գումարտակների մակարդակի։ 44-րդ բանակը, որը պետք է դառնար պաշտպանության հենակետը, կորցրեց հրետանու, շտաբների մեծ մասը եւ գրեթե ողջ ծանր սպառազինությունը։ 51-րդ բանակը, որը տեղակայված էր ավելի հարավ, նույնպես կրեց հսկայական կորուստներ։ Մոտ 20 հազար մարդիկ զոհվեց կամ անհետ կորավ։ Ղրիմի ճակատի պարտությունը աղետալի հետևանքներ ունեցավ Սևաստոպոլի համար։ Մինչև այդ պահը Հերոս քաղաքը դիմանում էր հերոսաբար, հետ մղելով գերմանական գրոհները 1941 թվականի աշնանից։ Բայց Ղրիմի ճակատի լիակատար ջախջախումից հետո Սևաստոպոլի դրությունը դարձավ հուսահատ։ Կայազորը մնաց մեն-մենակ Մանշտայնի դեմ։ Գերմանական 11-րդ բանակը հնարավորություն ստացավ բոլոր ուժերը նետել վերջին գրոհին, չվահենալով թիկունքից հարվածից։ Խորհրդային հրամանատարությունը քաջ գիտակցում էր, որ ճակատի անկումը դատապարտում է Սևաստոպոլը, բայց ուղղել արդեն ոչինչ հնարավոր չէր։
Այդ ընթացքում Մոսկվայում բռնկվեց իսկական սկանդալ։ Ճակատի լիակատար ոչնչացման մասին զեկույցը կատաղություն առաջացրեց Ստավկայում։ Կորուստներն այնքան հսկայական էին, որ դժվար էր դրանք համեմատել այլ տարածաշրջաններում մարտերի արդյունքների հետ։ Մի քանի օրվա ընթացքում Կարմիր բանակը Ղրիմում կորցրեց ավելին, քան կորցրել էր որոշ խոշոր գործողություններում այլ ճակատներում։ Ստալինը պահանջեց բացատրություններ։ Առաջին մեղադրանքները թափվեցին ճակատի հրամանատար գեներալ Դմիտրի Կոզլովի վրա, բայց շուտով ուշադրությունը տեղափոխվեց Լև Մեխլիսի վրա, մարդու, ով փաստացի ղեկավարում էր գործողությունները։ Ստավկան պարտությունը գնահատում էր որպես հաշվարկների սխալի, ինքնավստահության և ռազմական հարցերին անթույլատրելի միջամտության հետևանք։ Գլխավոր շտաբի զեկույցում ուղղակիորեն ասվում էր, որ ճակատը չուներ կայուն պաշտպանություն, չուներ պահեստային ուժեր, չուներ ժամանակին հետախուզություն և չուներ կառավարման միասնական կենտրոն։ Այս բոլոր գործոնները Լև Մեխլիսի ընդունած որոշումների արդյունքն էին։ Ստալինը, ով դեռ պատերազմի սկզբին նրան համարում էր անփոխարինելի, այժմ ստիպված էր ընդունել, նույնիսկ նվիրված մարդը կարող է հանգեցնել աղետի, եթե նրա լիազորությունները գերազանցում են իրավասությունը։ Պաշտոնապես պարտության մեղքը դրվեց Կոզլովի և նրա շտաբի վրա, բայց Մեխլիսի դերը թաքցնելն անհնար էր։ Արդեն մայիսի 15-ին Ստավկան հեռացրեց նրան ճակատում ներկայացուցչի պաշտոնից, իսկ մայիսի 16-ին հայտարարվեց գլխավոր քաղաքական վարչության պետի պաշտոնից նրա իջեցման մասին։ Փաստաթղթերում հայտնվեց ձևակերպում՝ զորքերի ղեկավարման մեջ թույլ տրված սխալների համար։ Մեխլիսի մակարդակի իշխանություն ունեցող մարդու համար սա կարիերայի վերելքի ստորացուցիչ փլուզում էր, որը տևել էր գրեթե 2 տասնամյակ։ Ստալինը հրապարակային հայտարարություն չարեց, նա չէր սիրում ընդունել իր նշանակածների սխալները։ Բայց փակ դռների հետևում խոսքը գնում էր ձախողման մասին, որը չէր կարելի վերագրել պատահականությանը։ Պատերազմի պատմության մեջ առաջին անգամ նման մակարդակի քաղաքական ղեկավարը փաստացի հեռացվեց ռազմական գործողություններին միջամտելու համար։ Այս որոշումը չվերադարձրեց զոհվածներին և չկանգնեցրեց Սևաստոպոլի անկումը, բայց դարձավ կարևոր ազդանշան։ Նույնիսկ Ստալինին մոտ լինելը չէր երաշխավորում անսխալականություն։ Այդ ընթացքում Ղրիմի ճակատի մնացորդները փորձում էին վերականգնել մարտունակությունը Թամանի թերակղզում, բայց նախկին կառուցվածքը վերականգնելն արդեն անհնար էր։ Միասնական շտաբները ավերված էին, փորձառու հրամանատարները զոհված։ Սպառազինությունը կորսված էր, Ղրիմի ճակատը կազմալուծվեց, իսկ ողջ մնացած զորքերը փոխանցվեցին այլ միավորումների։ 100 հազարավոր մարդկանցից բաղկացած հսկայական խմբավորումից մնացին միայն ցրված դիվիզիաներ, որոնց սպասվում էր ամեն ինչ սկսել նորից։ Այսպես ավարտվեց հայրենական մեծ պատերազմի ամենաողբերգական դրվագներից մեկը։ Ճակատի կործանումը, որը ոչնչացվեց ոչ այնքան թշնամու ուժով, որքան սեփական ղեկավարության սխալներով։ Բայց Մոսկվայի արձագանքը պատմության միայն մի մասն է։ Հետագայում Ստալինի սառեցված զայրույթը, Մեխլիսի ճակատագիրը և փորձը բացատրելու, թե ինչու հնարավոր դարձավ աղետը։ Մոսկվայի արձագանքը Ղրիմի ճակատի կործանմանը սրընթաց էր, կոշտ և միաժամանակ ցուցադրական զուսպ։ Ստալինը չէր սիրում հրապարակային հույզեր, բայց աղետի մասշտաբներն այնքան մեծ էին, որ դրանք թաքցնել չհաջողվեց նույնիսկ Ստավկայի նեղ շրջանակի ներսում։ Ճակատի ջախջախումից հետո 2 օրվա ընթացքում գլխավոր շտաբում անցկացվեցին մի քանի արտակարգ խորհրդակցություններ։ Դեպքի վայրից ստացվող զեկույցները գալիս էին մեկը մյուսից սարսափելի։ Տասնյակ հազարավոր զոհվածներ, տասնյակ հազարավոր գերիներ, ծանր սպառազինության կորուստ, կառավարման խզում, պաշտպանության բացակայություն։ Արդեն մայիսի 13-ին պարզ էր, իրավիճակն արդարացում չունի։ Սկսվեց մեղավորների փնտրտուքը։ Առաջինը մեղադրյալի աթոռին հայտնվեց գեներալ Դմիտրի Կոզլովը։ Ձևականորեն նա ճակատի հրամանատարն էր և հենց նա պետք է կայացներ ռազմավարական որոշումներ։ Գլխավոր շտաբի պետ Ալեքսանդր Վասիլևսկու ներկայացրած զեկույցում ասվում էր, որ Կոզլովը դրսևորել է ոչ բավարար պահանջկտություն և չի ապահովել պաշտպանության ճիշտ կազմակերպումը։ Բայց հետո զեկույցում հետևում էր շատ ավելի կարևոր արտահայտություն։ Գործողությունների փաստացի ղեկավարում իրականացնում էր Ստավկայի ներկայացուցիչ ընկեր Մեխլիսը։ Այս տողը դառնում էր առանցքային։ Մոսկվան հասկանում էր, պարտությունը հետևանք է այն մարդու որոշումների, ով չուներ ռազմական կրթություն, բայց ուներ 3 բանակների լիազորությունները միասին վերցրած գերազանցող իշխանություն։ Ստալինը փաստաթղթերն ուսումնասիրում էր երկար և լուր։ Նա ճանաչում էր Մեխլիսին դեռ 20-ական թվականներից, երկար տարիներ վստահում էր նրան ամենանուրբ քաղաքական խնդիրները, նշանակում պատասխանատու պաշտոնների։ Բայց հիմա նրա առջև դրված էին հաշվետվություններ ավերված պաշտպանության, պահեստային ուժերի բացակայության, ամրությունների արգելքի, փորձառու հրամանատարների պաշտոնանկության, ձախողված հետախուզության մասին։
Խորհրդակցություններից մեկում Ստալինն ասաց կարճ. «Մենք կորցրինք Ղրիմը ոչ կոմպետենտության պատճառով»։ Նա ոչ մի ազգանուն չտվեց, դա նրա ոչն էր, բայց բոլոր ներկաները հասկանում էին, թե ով էր թաքնված այդ բառի հետևում։ Մայիսի 15-ին Ստավկան ընդունեց առաջին պաշտոնական որոշումը՝ Դմիտրի Կոզլովին հեռացնել պաշտոնից եւ մեկուսացնել հրամանատարությունից։ Բայց անակնկալ դարձավ մեկ այլ, էլ ավելի կտրուկ որոշում։ Մայիսի 16-ին հայտարարվեց Լև Մեխլիսին Կարմիր բանակի գլխավոր քաղաքական վարչության պետի պաշտոնից հեռացնելու մասին։ Սա պարզապես կադրային տեղափոխություն չէր։ Մարդու համար, ով ավելի քան 10 տարի համարվում էր Ստալինի իշխանության անձնական մարմինը, սա նշանակում էր քաղաքական մահվանահավասար անկում։ Նրան իջեցրին մինչև պետական վերահսկողության ժողովրդական կոմիսարի տեղակալ, պաշտոն, որը պատվավոր էր, բայց զուրկ իրական ազդեցությունից։ Փաստաթղթերը, որում ամրագրվում էր Մեխլիսի պատիժը, պարունակում էր խորհրդային ժամանակների համար հազվադեպ ձևակերպում՝ Ղրիմի ճակատի զորքերի ղեկավարման մեջ թույլ տրված սխալների համար։ Սա գրեթե բացահայտ քննադատություն էր։ Դարաշրջանի լեզվի տեսանկյունից սա հնչում էր որպես դատավճիռ, բայց Ստալինն այնուամենայնիվ չհամարձակվեց կոտրել նրան ամբողջությամբ։ Մեխլիսը չձերբակալվեց, չենթարկվեց բռնաճնշումների։ Ստալինը հասկանում էր, ինքն է ստեղծել մի համակարգ, որում քաղաքական կոմիսարներն ունեին գրեթե անսահմանափակ իշխանություն։ Այժմ այդ համակարգը խափանում տվեց, եւ դրա սխալականությունն ընդունելը կլիներ սեփական մեղքի ընդունում։ Սակայն արտաքին վսպվածության հետևում թաքնված էր ուժեղ գրգռվածություն։ Ստալինը հիշեց, որ Մեխլիսը զեկուցում էր իրեն ճակատի հարձակմանը լիակատար պատրաստ լինելու մասին, որ նա հավաստիացնում էր Ստավկային զորամասերի բարձր մարտունակության մասին, որ նա մեղադրում էր հրամանատարներին խուճապի մեջ, երբ նրանք փորձում էին մատնանշել վտանգը։ Վասիլևսկու հուշերի համաձայն Ստալինը խորհրդակցությունից հետո ասել է. «Պետք չէ շփոթել քաղաքականությունը ռազմական գործի հետ»։ Այս արտահայտությունը դարձավ ուշացած գիտակցման արտացոլում։ Քաղաքական ճնշումը չի կարող փոխարինել մարտական պատրաստությանը եւ ռազմավարությանը։ Ռազմական միջավայրում Մեխլիսի պաշտոնանակության արձագանքը բարդ էր։ Շատ սպաներ, ովքեր վերապրել էին նրա միջամտությունը, Ստավկայի որոշումն ընկալեցին որպես արդարություն։ Նրանք Մեխլիսի մեջ տեսնում էին մարդու, ով ջարդում էր շտաբները, նվաստացնում գեներալներին, արգելում ամրությունները եւ իրեն համարում էր ռազմական գիտությունից բարձր։ Սակայն կային նաև նրանք, ովքեր հասկանում էին, Մեխլիսի մեղքը միակը չէր։ Համակարգը, որը թույլ տվեց նրան կառավարել ճակատը, շատ ավելի լայն էր, քան մեկ մարդը։ Բայց պաշտոնական փաստաթղթերը չէին պարունակում համակարգային սխալների վերլուծություն, միայն անձնական պատիժ։ Այդ ընթացքում Ղրիմի ճակատագիրը վերջնականապես որոշվեց։ Ղրիմի ճակատի կործանումից հետո Մանշտայնը ուժերը կենտրոնացրեց Սևաստոպոլի վրա։ Սկսվեց վերջին գրոհի նախապատրաստումը։ Դրոֆայի որս գործողությունը փաստացի բացեց գերմանացիների ճանապարհը դեպի հաղթանակ։ Կրեմլում հասկանում էին, որ շուտով քաղաքը կընկնի, եւ այդ ողբերգությունը կդառնա Կերչի թերակղզում թույլ տրված սխալների ուղղակի շարունակությունը։ Լև Մեխլիսն արդեն Ղրիմում չէր, բայց նրա որոշումները շարունակում էին սպանել։ Հաջորդ շաբաթ նրան արգելեցին հայտնվել ճակատներում։ Նրա անունը աշխատում էին չհիշատակել հրամաններում։ Նա դարձավ յուրօրինակ քաղաքական աքսորյալ։ Եվ թեև ձևականորեն նա մնում էր բարձրաստիճան պաշտոնյա, իրական ազդեցությունն անհետացավ։ Նրա ճակատագիրը դարձավ դաս, որը սակայն բարձրաձայն չհնչեցվեց։ Սխալի մասշտաբն ընդունելը իշխանությունների համար չափազանց վտանգավոր էր։ Ղրիմի ճակատի աղետը դարձավ ոչ պարզապես պարտություն պատերազմի դրվագներից մեկում, այն դարձավ խորհրդանիշ, թե որքան վտանգավոր է, երբ քաղաքականությունը լիովին փոխարինում է ռազմական արվեստին։ Պատմաբանները մինչ օրս վիճում են այն մասին, թե կոնկրետ ինչպիսին էր Լև Մեխլիսի ներդրումը ճակատի կործանման մեջ, բայց մի բան պարզ է, նրա որոշումները վճռորոշ ազդեցություն ունեցան իրադարձությունների ընթացքի վրա, եւ 1942 թվականի մայիսի վերջին շաբաթներին, երբ Թամանում հավաքվում էին զորքերի արյունաքամ մնացորդները, հրամանատարներն ունեին մեկ ընդհանուր զգացում. եթե ճակատն ունենար նորմալ կառավարում, այն կարող էր գոյատևել։ Գլխավոր շտաբի հետագա զեկույցներում ուղղակիորեն նշվում էր. Ղրիմի ճակատը կործանվեց, որովհետև զրկված էր պաշտպանության տարրական հիմքերից, ամրություններից, պահեստային ուժերից, դիրքերի խորությունից, համակարգային հետախուզությունից։ Այս ամենը Մեխլիսի միջամտության արդյունքն էր, մարդու, ով իրեն իրավասու էր համարում շտկել յուրաքանչյուր ռազմական որոշում, նույնիսկ չունենալով մասնագիտական կրթություն։ Նա ճակատը ընկանում էր որպես ապարատ, որը պետք է ենթարկվի իր կամքին, այլ ոչ թե որպես բարդ համակարգ, որը պահանջում է հստակ վերլուծություն, ճկունություն եւ պրոֆեսիոնալիզմ։ Նրա վստահությունը սեփական հայացքների մեջ մահացու դարձավ տասնյակ հազարավոր մարդկանց համար։
Եվ այնուամենայնիվ, եթե այս դրվագը դիտարկենք առանձին, կարելի է ընկնել թակարդը։ Մեխլիսը միակ մեղավորը չէր, նա համակարգի արդյունք էր, որտեղ քաղաքական հավատարմությունը դրվում էր կոմպետենտությունից վեր։ 30-ական թվականների սկզբից խորհրդային բանակն ապրում էր պայմաններում, երբ քաղաքական կոմիսարներն իրավունք ունեին միջամտել հրամանատարների որոշումներին, իսկ կասկածի ցանկացած դրսևորում պատժվում էր որպես փոքրոգություն։ Մեխլիսն ընդամենը սառցաբեկորի գագաթն էր, Ստալինի քաղաքական կամքի ամենավառ, ամենաանվերապահ, ամենահամոզված ուղեկցորդը։ Բայց նրա իշխանությունը հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ ինքը, համակարգը, թույլ էր տալիս եւ անգամ խրախուսում էր նման միջամտությունը։ Այս առումով Ղրիմի ճակատի ողբերգությունը ոչ միայն մեկ մարդու սխալ է, այլև կառավարման ողջ մոդելի սխալ։ Ստալինը ստեղծել էր կառուցվածք, որում քաղաքական վերահսկողությունն ավելի կարևոր էր դարձել մարտական պատրաստությունից, որտեղ ղեկավարության հանդեպ վախն ավելի ուժեղ էր իրավիճակի վերլուծությունից, որտեղ հաշվետվությունները գրվում էին ոչ թե իրավիճակը գնահատելու, այլ հավատարմությունը ցուցադրելու, այլ համակարգում Մեխլիսի նման մարդու հայտնվելն անխուսափելի էր։ Նա գործում էր այն լիազորությունների շրջանակներում, որոնք նրան տվել էին եւ օգտվում էր դրանցից առավելագույնս կոշտ։ Պարադոքսալ է, բայց պատերազմից հետո Մեխլիսն այդպես էլ պաշտոնապես մեղավոր չճանաչվեց։ Խորհրդային դասագրքերում նրա անունը գրեթե չէր հիշատակվում, իսկ եթե հանդիպում էլ էր, ապա չեզոք համատեքստում։ Նրան չներառեցին ռազմական հանցագործների թվում, չդատեցին, չաքսորեցին։ Նա շարունակեց աշխատել տարբեր պաշտոններում եւ մահացավ 53 թվականին, չսպասելով իր կերպարի արդարացմանը եւ չտեսնելով, թե ինչպես պատմաբանները կբացահայտեն նրա գործողությունների բոլոր մանրամասները։ Իշխանությունը նախընտրեց չվերադառնալ այդ թեմային։ Չափազանց ցավոտ էր ինքնին փաստը, որ երկրի ղեկավարությանը մոտ կանգնած մարդը կարող էր այդքան հեշտությամբ քանդել բանակային կառուցվածքը, սակայն Ղրիմի ճակատի հիշողությունը ապրում էր ողջ մնացածների մեջ։ Վետերանները, ովքեր հավաքվում էին տասնամյակներ անց, ասում էին նույն բանը՝ ողբերգությունն անխուսափելի չէր, այն ստեղծվել էր ձեռքով։ Զինվորները հիշում էին քաոսը, հրամանների բացակայությունը, աջակցություն ստանալու անհնարինությունը։ Սպաները հիշում էին Մեխլիսի միջամտության հանդեպ վախը։ Պատմաբանները հետագայում դա կանվանեն կառավարման ճգնաժամ, բայց նրանց համար, ովքեր ներսում էին, դա շատ ավելի սարսափելի էր։ Դա մահ էր ուրիշի ինքնավստահության պատճառով։ Այս ողբերգության գլխավոր դասը կայանում է նրանում, որ պատերազմում չի կարելի անտեսել պրոֆեսիոնալիզմը։ Ոչ քաղաքական կամքը, ոչ կարգապահությունը, ոչ գաղափարախոսությունը չեն կարող փոխարինել ռազմական գիտությանը։ Բանակի հրամանատարությունը փորձարկումների տեղ չէ եւ քաղաքական ցուցադրության հարթակ չէ։ Դա մի տարածք է, որտեղ սխալները չափվում են կյանքերով։ Եվ եթե ճակատի գլխին կանգնած մարդը ընտրություն է կատանում, հենվելով ոչ թե հետախուզության տվյալների եւ ռազմավարական հաշվարկների, այլ սեփական համոզմունքների վրա, արդյունքը դառնում է կանխատեսելի, աղետ։ Եվ այնուամենայնիվ, վերջնական եզրակացությունը մնում է նրանց խղճին, ովքեր վերլուծում են պատմությունը։ Արդյոք մեխանիզմը աղետով էր, թե այն ընդամենը աղետալի դարաշրջանի արտացոլումն էր։ Սխալը մարդու մեջ էր, թե սխալը համակարգի մեջ էր, որը ստեղծել էր նման մարդկանց։ Այս հարցի պատասխանը յուրաքանչյուր հանդիսատես պետք է տա ինքը, բայց մեկ բան մնում է անփոփոխ։ Ղրիմի ճակատը կործանվեց ոչ միայն գերմանական տանկերի եւ ավիացիայի հարվածների տակ, այն կործանվեց սեփական սխալների ծանրության տակ, որոնք անհնար էր ուղղել այն պահին, երբ գերմանացիներն արդեն գնում էին դեպի Կերճ։ Այսպես ավարտվում է այս պատմությունը, ողբերգական, անողող, մինչև վերջ չհասկացված։ Պատմություն այն մասին, թե ինչպես մարդկային գործոնը կարող է փոխել պատերազմի ընթացքը, եւ ինչպես մեկ որոշումը, որն ընդունվել է գաղափարախոսությունից, այլ ոչ թե հաշվարկից ելնելով, կարող է ոչնչացնել մի ամբողջ բանակ։